Ես Անահիտն եմ, յոգուհի և ճանապարհորդ։ Այս հոլովակում կպատմեմ քեզ իմ հեղինակային յոգա ուղևորություններից մեկի մասին։ Հիմա կադրում կտեսնես այն աշրամը, որտեղ մենք մնում ենք մեր խմբով։ Ընտրված են աշրամի լավագույն սենյակները դեպի Գանգես Սուրբ գետը նայող։ Как настроение? Класс. Готовы? Вау! Готовы смеяться. Мы сейчас идем на практику смеха. Why? Աշրամում ամեն բան մտածված է արագ կազդուրման, ապաքինման և վերալիցքավորման համար։ Եվ իհարկե ինտենսիվ դասերի արանքում հասցնում էինք նման գեղեցիկ ծիսական լեգանք ընդունել Սուրբ Գանգես գետի ափին։ Օշոյին հաջողվել է գտնել ու միավորել այն գիտելիքները, որոնք մարդուն բերում են արագ կազդուրման և առողջացման։ Ինչա սովորացնում այս տեխնիկաները, որը անցնում ենք աշրամում, ամենաթանկագին ու կարևոր բանը մտքերի հարթությունից տեղափոխվել, արթնացնել ու ակտիվացնել զգայական դաշտը։ Ինքը շատ կանացի ու ապաքինող պրակտիկա է, բայց դա բոլորին է հարկավոր։ Լինել զգայական, զգալ էներգիան, էներգիայի հոսքը, լինել արթուն զգացողությունների, մարմնի հուշումների նկատմամբ ակտիվացնել էներգիաները, ուժը, իմաստությունը, այդ ամենի համար պետք է մտքի հարթությունից կարողանանք հեշտությամբ տեղափոխվել։ Իսկ շատ մարդկանց մեծամասնությունը մտքի հարթության մեջ են, ինչից եւ գալիս է նևրոզները, գլխացավերը ու առհասարակ պրոբլեմներ այս աշխարհում։ Ամենօրյա նախաճաշը Գանգեսի ափին դա առանձնահատուկ օրհնություն էր։ Եղեք համեղ այստեղի սնունդը։ Ինչն է ամենաշատը ձեզ դուր եկել։ Что вам больше всего понравилось в здешней кухне? Хацикнере. Вчерашнее блюдо, которое было вчера, вот это вот прям понравилось с сыром. Выпечка мне нравится, лепешки все лепешки. Հեկել եք Հնդկաստան հաց եք ուտում։ Իսկ մեր խմբին առանձնահատուկ երես էին տալիս աշրամում, հատուկ քաղցրավենիքներ հյուրասիրելով։ Արթնամի ուղևորություններին միանալու համար մարդիկ նախապես հարցազրույց են անցնում։ Ու հաճախ այն մարդիկ, ովքեր միանում են ուղևորությանը, միշտ առանձնահատուկ շնորհով են օժտված։ Այստեղ կադրում կտեսնեք, թե ինչպես է մեր տիկին Այդան, Հայաստանի ռեյկի լավագույն մասնագետներից մեկը, աղջիկներին ռեյկի պրակտիկա անցկացնում։ Աշրամական կյանքից զատ մեր ուղևորությունը արիական դիցաբանության հետքերով մեզ տանում էր այնպիսի ուժի վայրեր, որտեղ ըստ դիցաբանության կարևոր հերոսները նստել են պրակտիկայի և մեդիտացիայի։ Բացի ուժի վայրեր այցելելը, մենք նաև մեր խնամքին ենք հատուկ ժամանակ տրամադրում։ Սա էլ մեր սիրելի սպա կենտրոններից մեկն է, լավագույնը Ռիշիկեշ քաղաքում, որտեղ էլ անցնում էինք մեր այուրվեդիկ մերսումները։ Եվ իհարկե գնումներին էլ ենք առանձնահատուկ ժամանակ տրամադրում։ Ռիշիկեշի լավագույն խանութներում իմ խմբին միշտ առանձնահատուկ զեղչեր են սպասվում։ Մանուշակին աշրամում գործ են դրել, Մանուշակ ջան, ինչով ես զբաղված։ Յուղ եմ վառում։ Դեռ չես վառում, յուղ ես լցնում, որ վառես։ Բոլորը վառեն։ Լավ չէ։ Այո։ Յուղը լցրեցինք, մնում է ինչ անել, տիկին Այդա։ Վառել։ Լուսավորել։ Պատրաստ եք յուղ վառել, աղջիկներ։ Ճիշտ բան։ Այո, ճիշտ պատասխան։ Սա ճիշտ տոնի ենք հայտնվել այստեղ։ Արիական դիցաբանության հետքով
Մենք իհարկե պետք է Հնդկաստանում լինեինք լույսի տոնին։ Դիվալին առանձնահատուկ շուքով է նշվում։ सोचता हूँ कि वो कितने मासूम थे सोचता हूँ कि वो कितने मासूम थे क्या से क्या होगा देखते देखते सोचता हूँ कि वो कितने मासूम थे क्या से क्या होगा देखते देखते सोचता हूँ कि वो कितने मासूम थे क्या से क्या होगा Լինելով որակավորված երաժշտաբույժ, չեմ կարող խմբիս անտարբեր անցկացնել երաժշտական գործիքների խանութի մոտով։ Իհարկե ունեմ իմ նախընտրած խանութները, որոնց հետ սիրով ծանոթացնում եմ եւ ըստ ցանկության օգնում ճիշտ գործիք ընտրել։ Ես ինքս էլ ամեն ուղևորությունից դատարկաձեռն հետ չեմ վերադառնում ու միշտ ձեռք եմ բերում մի նոր հրաշք գործիք իմ երաժշտաբուժական գործիքների կոլեկցիայի համար։ Հիմա աղջիկները սպասում են ինձ, գնում ենք Գանգեսին լոգանքի, հրաժեշտ տալու ես գեղեցկուհուն, ճկնաղդիցուհուն, որի օրհնության ներքո ենք, և բոլորը սիրահարված են։ Թե ինչպես եմ ես սիրում և հարգում Գանգես գետին, դա կիմանամ միայն ես և Գանգես դիցուհին, ու այդ սերը ինձ մոտ միշտ հաջողվում է փոխանցել իմ խմբի մասնակիցներին։ Մանուշակ, ինձ զգացողություններ են աշխարհից ու ես մեր թրիփից կախարդական հիանալից սիրում։ Ինձ զգացումով ես լքելու այս հրաշք կախարդական տարածքը։ Քիչ տխուր, բայց հետաքրքիր էմոցիաներով։ Ինչ-որ բան կա, որ հետը տանում ես տուն։ Լիքը բան, որ բերես մեր յոգայի դասերին։ Տիկին Այդա, դուք ինչ եք հավելում։ Ես իմ կյանքի ամենահետաքրքիր ճամփորդություններ, որից ես մենակ դրական էներգիաներ եմ ստացել, ու անկրկնելի է, որովհետև ես ուզում եմ էլի գամ։ Այո, ճիշտ, որտեվ այս ժամանակը քիչ էր։ Այս ժամանակը քիչ էր մեր համար։ Չէ, ամեն օր էր տարբեր ու ամեն օր անընդհատ հետաքրքիր էմոցիաներ էին։ Իսկ այսօր, քանի որ վերջին օրն է, այն վերջի պահին ջուրը մտնել, այդ ոնց որ լրիվ ամբողջ բացական էմոցիաները թողեցին Գանգայի մեջ։ Շնորհակալություն մայրիկ Գանգես։ Ինչ հաճելի է Գանգեսի ափին այսպես նստել ամեն անգամ նախաճաշել։ Զարինա, ինչ զգացողություններ ունես այս ճանապարհորդությունից։ Ինչ որ նոր էներգիայով լցված, մինչ այս ճանապարհորդությունը Անետը ասաց, որ բոլորը պահեն իրենց համար, ինչ որ հարց, որի պատասխանը կուզենան ստանալ այստեղ։ Ես հարցը չեմ բարձրաձայնի, բայց ես ստացել եմ հարցի պատասխանը։ Ինձ թվում է, ինչ որ բավարարվածություն կա ինքս ինձանից այս ճանապարհորդությունից։ Շնորհակալություն։ Իսկ ինչն էր, որ ամենաշատը տպավորվեց այս ուղևորության ընթացքում։ Որ կարաս ստեղծվի ուղղակի մեդիտացիայի ընթացքում, որ կարաս ուղղակի նստես, մտածես ու ինչ-որ ահավոր ձևի մեջ սիրող լցնես։ Իրոք դա իմ համար զարմանալի էր, ինձ թվում էր ինչ-որ ձևով գործողություններ պետք է լինեն, ճանաչես քեզ, էությունը, բնությունը, որ այդ սերը ստեղծվի, բայց դու ուղղակի նստում ես, մեդիտացիա ես անում ու սերը ստեղծվում։ Պրակտիկաներ, նորություններ քեզ համար։ Այո, հասկացա։ Այո։ Իսկ աշխատող էին իրանք։ Այո։ Քո պատասխանից այոն արդեն։ Իհարկե։ Շնորհակալություն։ Իսկ մայ իմ հայացքից հանգիստ դանդաղ խոսելուց կանցնում որ իրոք աշխատում են։ Այդ զեմիդլենիա է, որին մենք բոլորով ձգտում ենք, կարելի է ստանալ այստեղ։ Իսկ խոհանոցից գոհ ես։ Իմ ափսեն չի կարող օրինակ հանդիսանալ, թե ինչպես պետք է մարդը սնվի Հնդկաստանում, բայց օրինակ եկեք նայենք այստեղ։ Նյամ-նյամ-նյամ, вкусняшки. Вот это пример
правильного питания в Индии. В Индии, вот это пример да. неправильного питания в Индии. Не ешьте так, не питайтесь. Ну, реально, это более сатвический вариант. И так в ашрамам и так питаются, и так питаются. Но когда есть такая еда, Да. немножечко стыдно питаться так. Но я уже не стыжусь. Да. Да. Меня похвалили. Стыд – это придуманная концепция. Да. Да. Знаешь, что в природе стыда не существует А у реальности. нас это грех. Если копаться в глубину Мгм. нашей христианской религии, Да. половина не знает. Да. Стыд – это грех. Ирина, как для тебя прошло наше путешествие невероятное? Прекрасно. У меня нет слов, как прекрасно. Я получила здесь даже больше, что я ожидала. Вот. Это вообще великолепно. А Мне самое всё главное, понравилось. что несешь с собой? Я несу с собой очень много знаний, вот, которые буду принимать, проявлять в своей семье, своими детьми, мужем. Вот. Сохранить хочу внутри эту любовь, эту энергию. Очень благостно. И самое главное, это любовь к Богу, которая здесь до конца открылась. Да. Прекрасно. Божественному. Вот прямо, знаешь, я вот сегодня медитировала, прям сегодня медитировала и попала туда, вот что как будто попадаешь домой, и там нету концепции, нету borders, как можно сказать это, рамок, да, и нету религии. Так прекрасно. Ռուզաննա, ինչ կասես մեր ուղևորությունը, ինչ տվեց քեզ։ Եթե ուզում ես, եթե вообще ուզում ես ասես անեի թողած ուտեմ։ Ես էլ հասնեմ վայելեմ։ Ուտելիքը լրիվ առանձին պատմություն է, որ ամեն օր են որ դաժե չես ուզում ուտես, բայց ուզում ես գաս, չես ուզում բաց թողես այդ Առանձին պրակտիկա է։ Հա, այդ լրիվ ուրիշ վայելք։ Մեր խոհարարը ուղղակի ստեղծագործում է, երևի չի կրկնվել այսքան օր էստեղ ենք, ոչ մի ուտելիք չի կրկնվել։ Հա։ Կարող եմ ասել, որ միանշանակ հաստատ ամեն ինչ մինչև Հնդկաստան ու Հնդկաստանից հետո երևի կյանքի բաժանում կլինի։ Հաստատ ամեն ինչ նույնը չի լինի։ Նորեջ, տրանսֆորմացված արդեն առանց ինչ-որ սահմանների։ Իսկ նկատում եք, որ անգամ ձեր դիմագծերն է փոխվել մինչև Հնդկաստանը եւ Հնդկաստանից հետո говорю, заметили, что даже черты лица поменялись до Индии и вот прям уже можно сказать после. Все рамки убираются, и огромная внутри благодарность, что мне дали такую возможность божественно здесь побывать. Да, это реально как будто благословление, что матушка Ганга нас позвала, она не каждого зовет. Если даже человек хочет, просится, но у него появляются такие ситуации в жизни, что она просто не может сюда попасть. А это реально зовет это пространство тех, кого ждет, кого уже знает, что передать. Да. Я хочу сказать, что я рада, что я пережила такие яркие чувства от грусти, тоски, от страха. Безудержное желание уехать немедленно. В первый день. Первый день. И до невероятного счастья. Не хочу говорить эйфории, вот этого тихого спокойствия, тихого, действительно благости тихо внутри, который сейчас, когда хочется, правда, еще раз повторюсь, обнять весь мир. Благодарю. Понравились учителя, которые тут дают практики? Мы влюбились в них. Да. Да. Сердечные. Я, например, никогда не думала, что Индия это та страна, в которую я приеду и облюбуюсь. Например, не знаю, девочки как, но я обязательно собираюсь вернуться. Да. Да. Если у меня мурашки, если Индия приняла и ты как бы открылась, она снова вот тебя позовет и нету без вариантов, просто без вариантов. Как будто матушка Индия, которая сохранила тут дары веками, чтобы ты проснулась, пришла, взяла и уже стала проявлять эти качества, эти глубокие знания
которое она сохранила веками, берегла именно для нас. У меня прям получается на практиках открылся мой внутренний храм. Он был темный, а сейчас он белый стал. Педагоги, учителя просто восхитительные. Они, главное, разные, но все об одном. Да. Вот. И большое, огромное спасибо, Анахит, это тебе, потому что на самом деле без тебя не было бы такого принятия. То есть ты даришь нам вот это солнечное свое сплетение, которое ты нам открываешь, и даришь нам вот это принятие к Индии. Действительно, душа индуса, 100%. Вот, потому что только такая душа может... Душа Вселенной, частичка Вселенной! Да, ну я имею в виду из этой культуры, потому конечно. что только вот именно такая может нам полностью раскрыть те вещи, которые я никогда бы не купила домой. Я их взяла и с уверенностью несу. Еду с ними. И еще эту уверенность твою передам дальше. Да. Чтобы, ну, вот ту, которая о принятии уверенности, я дам дома. Да. Вот. Прекрасно. Присоединяюсь к словам, вот именно, да, то, что наша была вот путеводной звездой, я второй раз уже с тобой, это, конечно, можно идти просто без оглядки, идти смело и получишь точный результат, потому что очень большая душа, большое сердце, очень много тепла, внимания к девочкам, к нам, ко всем. Без тебя мы не увидели бы все красоты, все эти стороны разные, многогранные, прекрасные страны. Мы прекрасная команда. Тут все восхищаются нами. Сейчас переверну камеру. Тут в Ашраме реально все восхищаются нами. Наша энергетика даже говорят, у вас все девушки как будто на выбор. Я говорю, да, мы специально кастинг делаем. Как бы кто собирается с нами тур, просто так люди сюда не попадают. Алла, что ты скажешь? Что ты берешь с собой? Ой, Անահիտ, բարերով նկարագրելը մի քիչ բարդ է, բայց կասեմ մի բան, որ իմ կյանքի կարևոր որոշումների պատասխանը ես այստեղ ստացել եմ։ Եվ այդ որոշումներով արդեն իսկ վերադառնում եմ հետ գալու նպատակով եւ քեզ հետ հենց ճամփորդելու նաեւ սպասումով նոր, որովհետեւ քեզ հետ պետք է անցնեի այս ճամփորդությունը, որովհետեւ դու էլ ես մասնիկ կազմել իմ մեջ տեղի ունեցած փոփոխություններում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Իրականում, երբ որ մենք եկել ենք այստեղ, ու ամեն մեկիս հիլինգը ստացվում է յուրաքանչյուրի հիլինգը դա իմ հիլինգն է, իմ ապակինումն է, իմ ապակինումը ձեր апакинум. И самое главное, у нас есть такой секрет. В конце каждого путешествия мы мысленно обещаем, что было в Индии, остается в Индии. Это наш секрет. Այնիշ տեղի անենում Հնդկաստանում, մնում է Հնդկաստանում, գիտեն միայն այն աղջիկները, այն մարդիկ, ովքեր երբևիցե ճանապարհորդել են Արտնամի հետ։ Էդ էլ թող մնա գաղտնիք, եթե ուզում եք իմանալ, խիզախեք, որ իմանաք։ Հնդկաստանը միշտ առանձնահատուկ հոգատարությամբ է ընդունում իմ խմբի անդամներին և մեծ սիրով ու պարգևներով հետ ճանապարհում։ Տարին 2 անգամ մենք կազմակերպում ենք անմոռանալի ուղևորություններ, որոնք դառնում են մարդկանց կյանքի ամենաինքնատիպ հիշարժան օրերը։ Ինչ խոսք կան ուղևորություններ, որ միայն խիզախների են հասու, բայց եւ այնպես լինում են դեպքեր, երբ հենց ուղևորությունն է արթնացնում մեր ներքին խիզախին։